Ուժեղ Հայաստանը երևի գտել է ընտանեկան փաթեթը։ Ինչու գնել մեկ ձայն, եթե կարելի է ամբողջ տունը հաշվել։ Հակակոռուպցիոն կոմիտեն և ազգային անվտանգության ծառայությունը հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացել Լոռու մարզում գործող Ուժեղ Հայաստանի մի քանի գրասենյակների համակարգողների վերաբերյալ։ Գործը վերաբերում է հունիսի 7-ի ընտրություններից առաջ ընտրակաշառք տալու նախապատրաստմանը և բնակիչների ազատ քվեարկությանը խոչընդոտելուն։ Ձայնագրությունը գրեթե կառավարման ժողով է հիշեցնում։ Հունիսի 1-ից ցուցակներ կազմել։ Զանգել հարազատներին։ Աշխատել մեծ ընտանիքների վրա։ Մի տանը 15-16 հոգի։ 40 օրվա համար 50,000 դրամ աշխատավարձ։ Փողը փոխանցել ուրիշ մարդու միջոցով։ Մի տեղամասի մասին խոսում են որպես 2050 ձայն։ Հետո փողոցի պլանը։ Ամեն թաղում մարդ ունենալ։ Ամեն փողոցում։ Ամեն 2 հոգու վրա։ 10 հոգանոց ամեն տան վրա։ Շատ ժողովրդավար է։ Ծրագիր պետք չէ, երբ ունես տոհմածառ, հաշվիչ և ուրիշի անունով փոխանցում։ Կոմիտեն հայտնում է, կան ձերբակալվածներ, կատարվել են խուզարկություններ, վարութային գործողությունները շարունակվում են։ Մեղավորությունը կորոշի դատարանը։ Բայց մեթոդը պարզ է։ Հաշվել հարազատներին, վճարել կապողին, ճնշել տունը, անվանել քարոզչական աշխատանք։